ռեժիմով։ Պարոն Ավինյան, որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, դուք ինչպես եք գնահատում այս խորհրդարանի ղեկավար կազմի ընտրությունները։ Ես կարծում եմ, որ դա մեր կուսակցության լավագույն ավանդույթների դրսևորմամբ ձևավորված ղեկավարություն է խորհրդարանական եւ իրականում մեզ մոտ բոլոր ընտրությունները իրականացվում են ամենաժողովրդավարական մեթոդներով եւ սա էլ բացառություն չի եղել, այսինքն մենք կատարել ենք քվեարկություն։ Դուք ում եք ընտրել։ Մեր քվեարկությունները գաղտնի են։ Պարոն Ռուբինյանի ընտրությունը ձեզ համար լավ էր թե վատ։ Մեզ համար լավ է բոլոր այն ընտրությունները, որոնք որ իրականացվել են հենց ժողովրդավարական մեթոդով։ Այսինքն ինչ էր արել Ալեն Սիմոնյանը, որ չընտրվեց, չհերիքեց ձայները։ Ալեն Սիմոնյանը շատ լավ ազգային ժողովի նախագահ է եղել, վստահորեն, եւ այդտեղ արդեն ոնց որ թե կուսակցության ներքին ընտրության հարցն է եղել, բայց ես ուզում եմ հատուկ արձանագրել, որ Ալեն Սիմոնյանը իրապես շատ լավ ազգային ժողովի նախագահ է եղել։ Պարոն Ավինյան, մամուլը գրում է, ասում է 2028-ին Ալեն Սիմոնյանն է առաջադրվելու քաղաքապետի թեկնածու։ Լսել եք այդ խոսակցությունները։ Չէ, անկեղծ ասած։ Իսկ եթե այդպիսի բան լինի, դուք ինչպես կվերաբերվեք եւ արդյոք մտադրություն ունեք 28-ին առաջադրվելու։ 2028 թվականի ընտրություններին դեռևս 2 տարի կա եւ կարծում եմ մեր կուսակցությունը կհավաքվի եւ որոշում կկայացնի, թե մենք ինչ ենք անելու։ Պարոն Ավինյան,